Սիրելիներ, բարև բոլորիդ, ինչպես խոստացել է, ես անպայման պիտի ցեզի վկայի, թե ինչ փոխանցումներ են եղել մեր մեկ հրոջը, որ նոր կգտնվեր ծանր վիճակի մեջ վտարից հետո։ Լիլիթ ջան, կվկայես անձամբ դու այդ մասին։ Ես ենթարկվել եմ վտարի, ունեմ այս բանի շատ ծանր կոտրվածքներ, առողջության հետ անհամատեղելի, ըստ տված բժշկի եզրակացության, ոտքս վիրահատված է, արտատեղից այդ պահին կոտրված է, ինձ նշանակել է բժիշկը պարգած վիճակում, տենց ենքան պարգին, մինչև վերականգնվի, իսկ թե ինչքան վաղից կվերականգնվի, էդ էլ Աստված գիտե։ Ինձ փոխանցում եք կատարել մեր քույրերից մեկը, ինչի համար իրան շատ ես շնորհակալ եմ։ Ինձ փոխանցվել է 12200 դրամ, շնորհակալ եմ Իրանից։ Ճիշտ է, ես մեր քրոջը չեմ ճանաչում, բայց թող Աստված իրան օրհնի առատապես։ Այդ գումարը ինձ ահագին կարիքներից կազատես բային։ Երեխեք ջան, փառք Աստծուն, մեր քուրը իրականում շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած, քան որ ինքը բարձով կաբրի, այդ ով որ վտարի է ենթարկենքներն ու տական ծանր վիճակի մեջ կգտնվի, իջանք էլ ի վիճակի չեն իրականում կողքը կանգնելու, հույսով եմ, որ էլ շատեր այդ փոխանցումներ կենեք, փոխանցումը անձամբ Լիլիթին եմ ուղարկե, այդ քրոջ համարը տվել եմ, որ ինքը փոխանցումը կատարե։ Մեր ինքը այդ վիճակի մեջ է, մեկ է մեր մյուս քրոջ հետ կապված, որ նոր կաբրի Վրաստանում ինքն է շատ ծանր վիճակի մեջ կաբրի, մենակ կոտրվածքներ ինքն էլ ունի, երկու երեխեն մահացել են մեկ տարվա մեջ վարձով, ոչ լվացքի մեկենա, ոչ տունը զուգարան փաղնիկ, այսպես ծանր վիճակի մեջ կաբրի ու իջա գալու հետ կապված է անտատ կուզենք մեր տուն բերենք շատ խնդիրներ կա, թե նյութական, թե ֆիզիկական եւ այլն, շատ խնդիրներ կա։ Այս քրոջը եւս պետք է օգնեցվի, ամեն ինչ ճիշտ ներկայացրի քուր։ Հա, Ռոզա քուր ճիշտ ներկայացրի։ Մի հատ ֆիզիկական վիճակ Ճիշտ է, ինչ ասում եք ճիշտ է։ Իսկ սենք քու վիճակդ քու ինչ հիվանդություններ ունիս, դու ավելի ճիշտ կներկայացնես քուրս։ Դե շաքարով հիվանդ եմ, ոտքս մեքենա բանը, ոտքս օպերացիա ունեմ արած, չեմ կարա մանգամ, տան մեջ ինձ հազիվ յոլա եմ տանում, փառք Աստծո ինչ ասեմ, բայց շատ փիդրության մեջ եմ։ Երեխեք ջան, սպես վիճակները, մեր մյուս քուրն էլ էլի ամուսինն է մահամերձ, շատ ծանր վիճակի մեջ, պիտի տեղափոխություն կատարվի Մոսկվայից Կրասնոդար, մի խոսքով մեծ ֆինանսների հետ է կապված, մեծ ծախսեր, մի խոսքով ունենք իժեք ընտանիքներ, որոնցից իժեկներ մեր օգնության կարիքն ունեն։ Եթե կան մարդիկ, որ կուզեն էլի փոխանցումներ ունեն, ես նորից կհրապարակեմ անձամբ իրանց հեռախոսահամարը կուտամ, որպեսզի ձեր փոխանցումները կատարեք։ Իմ հեռախոսահամարս գրեք +374 98 95 0071։ Այն ինչ որ կցանեք, հազարապատիկը հնձեք։ Ու այն քուրս, որ նոր փոխանցում է կատարել իմ Լիլոյից, դիք առաջին ընձի է փոխանցում կատարել, մեծ ուրախություն ու ցնծություն կուկա իմ մեջս, երբ որ ես կտեսնեմ, որ իմ երեխեքս թեկուզ քիչ չափով կբավարարվին, ու մենք էլ միշտ պատրաստ ենք կանգնել բոլորի կողքը, բոլորիդ կողքին։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք ու շատ մարդիկ կդիմեն, որոնք կարիքների մեջ են, բեսօր փոխանցումներ ունենք ու օգնենք մեկս մյուսից։ Բոլորիդ շատ կսիրեմ, Աստված օրհնե բոլորիդ ու շատ շնորհակալ եմ։ Այս տեսանյութը շատ տարածեք, որպեսզի տեսնին, որ կա մի հատ եկեղեցի, որ նոր ծնողի նման ցավ կքաշի իր բոլոր որդկանց համար, ոչ թե մենք շենքեր կկառուցենք, մեծ թանկարժեք գործիքավորումներ կառնենք, կդոնք սդից բաներ են երեխեք ջան։ Մենք կկառուցենք մարդկանց հոգևոր տները ու կհոգանք ֆինանսական ու հոգևոր կարիքները։ Լավ մնացեք սիրելիներ։